Ազգային ժողովը մայիսի 11-ին ընդունել է հոգեմետ նյութերի շրջանառությանը վերաբերող նախագիծ, որը խստացնում է սահմանված պատժաչափերը։ Մինչև 20 տարվա ազատազրկում, իսկ առանձին դեպքերի համար նախատեսում մինչև ՑՄ ազատազրկում։ Նախագծի հեղինակը Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր կուսակցության падգամավոր Հայկ Սարգսյանն է։ Նախընտրական քարոզարշավի ընթացքում հոգեմետ նյութերի թեմային անդրադարձել է նաև Ուժեղ Հայաստան կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը։ Մտահոգություն հայտնելով հատկապես երիտասարդների շրջանում այս արատավոր երևույթի տարածման հարցում։ Մարդիկ իրենց գումարները ծախսելու են իրենց բարեկեցության վրա, ոչ թե նարկոտիկներ օգտագործելու կամ խաղամոլությամբ զբաղվելու։ Դա էլ նրանից է, որ աշխատանք չկա։ Armenia Today-ը հարցում է անցկացրել պարզելու, ինչպես են քաղաքացիները վերաբերում թմրամիջոցների վաճառքի համար պատիժը խստացնելուն եւ արդյոք միայն պատժի խստացմամբ հնարավոր է նվազեցնել թմրամիջոցների տարածումը։ Կարծում եմ նորմալ է ու շատ լավ է, ինչքան խիստ լինի, կարծում եմ այնքան ավելի զգուշ կլինեն ու կբացառենք էլի դեպքերը։ Դրական եմ վերաբերում, ինչքան խիստ, այդքան միգուցե քչանա շրջանառությունը։ Միայն օրենքի խստացումը բավարար է, թե այլ քայլեր են պետք ձեռնարկել։ Դե առաջին քայլն է իրա։ Կարծում եմ բավարար է, հետագայում եթե հետևողական լինեն։ Իսկ նկատել եք դեպքերի շատացում, նվազում։ Կարծում եմ ինչ-որ ստաբիլ վիճակում է, էլի, ոչ շատացում, ոչ նվազում։ Քիչ է։ Ավելին պետք է լինի։ Իսկ միայն օրենքը խստացնելով, պատիժը խստացնելով հնարավոր է դրական արդյունքի հասնել։ Չէ, ինձ թվում է։ Դրական, ճիշտ է։ Իսկ միայն օրենքը խստացնելով բավարար արդյունքի կարելի է հասնել, թե այլ քայլեր էլ պետք է ձեռնարկվեն։ Դե սահմանը ուժեղացնել, այնտեղից որ ներս է մտնում, այնտեղ պետք է վերածեն կամ ուժեղացնեն, որ չկարողանան ներս բերեն։ Շատ լավ են վերաբերվում։ Դաժե 20 չի, ես կտայի, որ միջև կյանքի վերջ են նստեն, որովհետև դա սարսափելի բան է, որը ազդում է ոչ միայն ընդունողի վրա, այլ իր ապագա սերունդների եւ միջավայրի վրա ագրեսիա է առաջացնում։ Մի խոսքով ահավոր բան է։ Դե թող խստացնեն, բա պիտի խստացնեն, բա ինչ անեն։ Իսկ միայն խստացմամբ հնարավոր է արդյունքների հասնել, թե կարծում եք այլ քայլեր եւս պետք է ձեռնարկվեն։ Դպրոցից պետք է սկսվի, երևի դաստիարակությունից պետք է սկսվի։ Շատ լավ է, 20 էլ թող լինի 25 էլ։ Թմրամիջոց վաճառելու տարածելու համար գնդակահարության օգտված, իմ կարծիքով։ Ուրիշ ինչ քայլեր ձեռնարկի պետությունը իսկ։ Ոչ մի չի կարա, պետությունը չի ձեռնարկի։ Դա ամբողջ աշխարհով է տարածված, դες էլ մենակ։ Որ չլիներ ընդհանրապես ավելի ճիշտ կլիներ։ Գիտեմ, որ շատ տհաճ երևույթ է, մեր հասարակության մեջ մտել ու դուրս չի գալիս։ Կողմ եմ։ Միայն այդ ճանապարհով հնարավոր է լավ արդյունքների հասնել։ Իհարկե ոչ։ Նաև պայքեր է պետք ներմուծումների հետ կապված, շրջանառության հետ կապված պետք է պայքարը խստացնել ավելի։ Իսկ նկատել եք առհասարակ շատացել, թե քչացել են։ Իհարկե ահռելի քանակների է իմ ազատ վաճառք է փողոցներում ինձ թվում է շատացել է իհարկե։ Իհարկե դրական։ Ինչքան խիստ ինձ թվում է այնքան լավ։ Իհարկե, բայց բացի խստացումները պետք է երևի միջև այդ ընդհանրապես պետք է որոշակի պրոպագանդա արվի։ Ինչու պիտի ընդհանրապես թմրանյութը ինչի է վատ, ինչի չպետք է օգտագործել, չգիտեմ, փոքր հասակից։ Չի արվում։ Դե երևի արվում է, բայց ուրեմն բավական չի։ Երևի արդյունքից ենք հա դատում։ Բավական է թե բավական չի։ Իսկ ինչ եք կարծում կամ նկատել եք, որ օրինակ ձեր միջավայրում կամ լսելով նման դեպքեր շատացած կամ քչացած լինեն։ Միջավայրը շատ նեղ շրջանակի մարդիկ են։ Ես չեմ նկատել համենայն դեպս, բայց փողոցներում երբեմն պատահում է։ Ծրողներին ՑՄ, որ ծախում է, որ այդ բիզնեսի մեջ է ՑՄ, որ հիվանդ է, նրանց պետք է բուժեն։ Բացի օրենքից պետությունը ինչ քայլեր պետք է ձեռնարկի դրականի համար։ Դե եթե բացի օրենքից ուրիշ բան ձեռնարկենք, այդ կլինի անարխիա արդեն։ Չէ, բավարար չի։ Իսկ ինչ քայլեր ձեռնարկել այդ դեպքում, բացի օրենքի խստացումից։ Շատ ավելի խիստ քայլեր վաճառքի բերելու համար, տեղափոխելու համար։ Մինչև վաճառելը պիտի արգելեն բերելը։ Ավելի շուտ երևի դրանց դեմ պիտի պայքարենք։ Իսկ նկատել եք կամ լսել եք, որ դեպքերը շատացել կամ նվազել են թմրամիջոցների հետ կապված։ Դե բնականաբար շատացել են ոչ միայն այստեղ, այլ ամբողջ աշխարհում։ Վայ ավելի խստացնել։ Դա մի չարիք է, որ եթե կպել է մեր երիտասարդությանը ավելի խստացնել։
Այո, 20 տարի։ Իսկ բացի օրենքը խստացնելուց ինչ քայլեր եք կարծում։ Այ վաճառողներին ընդհանրապես գնդակահարել։ Իսկ բացի օրենքի խստացումից ինչ քայլեր արվեն դրական արդյունքի հասնելու համար։ Դե երիտասարդների համար մի քիչ ավելի հետաքրքրությունները շատ ստեղծել էլի։ Ես չգիտեմ, ճիշտ ասած այդ ուղղությամբ չէի մտածել ոչ մի անգամ, բայց իմ կարծիքով կարելի է էլի երիտասարդությանը ճիշտ ուղղորդել։ Իսկ նկատել եք երկրում ավելի շատացել են նման դեպքեր, թե քչացել։ Ես ճիշտ ասած միայն լսելով գիտեմ, որ շատացել է, բայց անձամբ ես ոչ մի անգամ ոչ հանդիպել եմ այդ խնդրին, ոչ առնչվել եմ, էլի, ինչ որ չգիտեմ, չեմ, բայց լսելով ստատիստիկայով ես չգիտեմ, ինչ ասում են, որ այդպես է։ Քիչ այլևի։ Ավելի խիստ պետք է լինի։ Իհարկե։ Իսկ բացի օրենքի խստացումից ինչ քայլեր կարելի է ձեռնարկել։ Ու պետքա հասարակությունը համապատասխան կատեգորիկ դեմ լինի ընդհանուր առմամբ եւ դա էլ է ազդում ոչ միայն օրենքը։ Իհարկե բավարար է կհասնեն էլի կամած։ Միայն դրական են վերաբերվում, իմ կարծիքով պիտի ավելի խստացվի։ Ինչքան խիստ այնքան լավ։ Իսկ բացի օրենքից այլ քայլեր ինչ անեն։ Դժվար է ասել։ Ցանկացած միջոց, որը էֆեկտիվ կլինի, միայն կողմ եմ։ Նկատել եք դեպքերի նվազում կամ շատացում։ Ցավոք սրտի չունեմ այդպիսի ստատիստիկա, բայց շրջապատիս մարդիկ շատ են բողոքում, որ ցավոք սրտի շատացել են դեպքերը։